բարև ձեզ, շնորհակալ եք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված այսպես բլոկ խոսենք, էլի։ Եվ այսպես, երևի սկսենք հենց այս հարցից։ Երեք Ալիևը ըստ էության նախնական զրույցում էլ ասացիք, տպավորություն է, որ պաստավկա է անում Փաշինյանին, պատին է դեր տալիս։ Խնդրեմ, ինչ էր նշանակում Ալիևի վերջին հայտարարությունները, մասնավորապես քարտեզների վրա գոյություն չունի Սևանալի, չկա Գյոյչա, նորից վերահաստատում է, որ իրենք մեքենաներով են գալու Հայաստան, իրենց պատմական հողերի մասին է խոսում, իհարկե դա մեր համար չակերտավոր պատմական հողեր։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, այս շեշտադրումները ինչ նպատակ են հետապնդում, առավել ևս, որ օրերս ադրբեջանցի պատգամավորը խոսել է, որ եթե մի օր Ադրբեջանի առաջնորդը Երևանում ելույթ ունենա, ուրեմն իմացեք, որ դա պատմական իրողություն է, Ալիևը վերադարձել է ոչ թե Կովկասը, հա, կարծեմ այսպես, հա, Պյոտր առաջինից վերադարձել է ավելի շուտ Կովկասը, խնդրեմ։ Տեսեք, Ալիևի այս ելույթը դա նորություն չէ, որտեղ Ալիևը միշտ էլ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետություն չի եղել, դա արեստացին պետություն է, որը ստեղծել են ցարական Ռուսաստանի իշխանությունները եւ ինքը մի քանի անգամ պնդել է այդ տեսակետը եւ երեկվա այդ իրենց ակադեմիայի 81-ի նվիրված հոբելյանական նիստում իր այդ ելույթը նա հաստատեց շատերը հարց են տալիս, բայց չէ որ ինքը որ նման հարցադրում է անում, դա նշանակում է որ ինքը փաստացի վարկաբեկում է Նիկոլ Փաշինյանի կողմից հրճակված խաղաղության այդ գործընթացը, որը ընթանում է Ադրբեջանի հետ։ Ես ասեմ, որ այս հարցում Ալիևի եւ Թուրքիայի միջեւ կա վեճ։ Ալիևը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերընտրվել 2026 թվականին։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը արդեն ոչ մի կապ չունեն այսօրվա իրականության հետ եւ հայ ժողովրդի մեծ մասը մերժում է իրեն եւ ինքը հայտարարում է, որ ինքը պետք է երկխոսության մեջ մտնի հայ ժողովրդի հետ անկախ նրանից թե ով կլինի Հայաստանի ղեկավար։ Ավելին, եթե շատերը ուշադրությամբ մոնիտորինգ անեն, հետևեն իրենց վերլուծական միտքը, տեղեկատվական եւ վերլուծական հոսքերը, ապա կնկատեն, որ փաստացի Ալիևը պատրաստվում է հաջորդ Հայաստանի իշխանության հետ լուրջ մակարդակի բանակցներ սկսել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ապագան։ Ինքը հայտարարում է, որ Ադրբեջանը այսօր ուժեղ է, ունի ուժեղ բանակ, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ կազմակերպել է ամբողջ իր բանակը, կազմակերպել է հայ-ռուսական հարաբերությունները, շատ լավ է որ դա արել է եւ հիմա փաստացի ով էլ որ գա Հայաստանում իշխանության, միևնույն է ինքը ճնշման ձևով փորձելու է ստանալ իր ուզածը։ Իր ուզածը Զանգեզուրի միջանցքն է, իր ուզածը Հայաստանից տարածքներ վերցնելն է եւ այսպես շարունակ։ Հասկանալի է, որ սա Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս։ Թուրքիան այլ տեսակետ ունի։ Թուրքիան կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանին պահել իշխանությանը, որտեղ սա պատմական շանս է։ Նիկոլ Փաշինյանը թուրքական աշխարհի համար պատմական նվեր է, որը 100 տարի մեկ կարող է լինել այդպիսի նվեր, որտեղ համաշխարհային պատմության մեջ նման տիպի ազգային դավաճաններ այն էլ 7 տարի չեն կարողանում կառավարել իրենց երկրները, եւ Թուրքիան ասում է, որ սա այս պատմական քանի պատոհանը կա, մենք պետք է օգտագործենք ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանին աջակցենք, որ ինքը կարողանա վերընտրվի, որպեսզի ամբողջովին Հայաստանը կլանենք եւ Հայաստանի խնդիրը լուծենք, իրենց ժողովրդին էլ ճամփու դնենք, ինչպես որ ճամփու դրեցինք արցախցիներին։ Այս վեճը իրենց մեջ կա։ Ալիևը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերարտադրվել, ինքը ասում է, որ այնուամենայնիվ ինչքան էլ որ մենք համարում ենք, որ Հայաստանի ժողովուրդը պրիմիտիվ, պարզունակ, հետամնաց ժողովուրդ է, բայց նույնիսկ այդ հետամնաց ժողովուրդը չի ընտրի իր նման այսպիսի մարդու, որը ով 7 տարի ընթացքում հանձնել է ամեն ինչ որ հնարավոր էր։ Էրդողանն ասում է, որ իմ ունեցած ինֆորմացիայով մեր հետախուզության տվյալներով եւ մենք այդ քաղաքական դաշտում ում հետ որ աշխատում ենք Հայաստանում, մեզ համոզում են, որ մենք կարող ենք դա անել, այս վեճը կա եւ այս վեճը ինչպես կլուծվի, դա մի կողմ թողնենք, բայց փաստը սա է։ Եվ այդ իմաստով Ալիևը չի խնայելու Նիկոլ Փաշինյանին, ավելին կարող եմ ասեմ, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը նույնիսկ որոշակի ժամանակ առաջ նույնիսկ հրապարակավ մեսիջ ուղարկեց Ադրբեջանին, որ մինչև ընտրությունները Ադրբեջանը պետք է նվեր տա Նիկոլ Փաշինյանին այդ խաղաղության պայմանների թղթով, որպեսզի թղթուղթը վերցնելով Փաշինյանը գյուղ առ գյուղ գնա մարդկանց համոզի, թե
որ ինքը բերում է խաղաղություն։ Իդեպ Թուրքիան ասում է, որ մենք այդ օրինակը ունենք 1915 թվականին, երբ որ մենք կոտորում էինք հայերին, մենք ինչ էինք անում, մենք հայ գյուղացիներին հավաքում էինք, խաբում էինք, ասում էինք այդ խաղաղության հաշտության թուղթ էինք տալիս, նրանք գնում էին քարոզում էին, որ պետք չի դիմադրել բան, հետո մենք հերթով այդ գյուղերը կոտորում էինք եւ մենք քանի որ գիտենք թե հայերը այդ ինչպես պետք է վարվել, մենք շատ լավ ենք հասկանում եւ պետք է այսպես ասած փափուկ բարձ դնելով կոտորել։ Իդեպ նաեւ որ ժամանակին Թուրքիայում կար այդպիսի վարչապետ Թանսու Չիլլեր, կին էր, շատ ուժեղ վարչապետ էր, իրեն նույնիսկ թուրքական Մարգարիտ Թետչեր էին համարում, ինքը միշտ հայտարարում էր, որ պաշտոնապես եմ ասում, ինքը հայտարարում էր, որ հայերը գյաուրներ են, գյաուր դա նշանակում է անհավատներ են, հայերը փողի մեռած մարդիկ են, իրենք փողի դիմաց ամեն ինչ կարող են դավաճանել, եւ դրա համար հայերը պետք է դավաճանությամբ խափելով աշխատել, այլ ոչ թե ուժով, որտեղ ուժը որ հիմա քանի որ ուժը չկա, ու ակնարկում էր, որ աշխարհակահաղական գործոնը կարող է խանգարել, որ հայերի խնդիրը լուծել, ինքը պետք է փողով ուղղակի կաշառել, դավաճաններ գտնել եւ այդ խնդիրը լուծել, որտեղ մենք այդ փորձը ունենք 15 թվականից սկսած։ Եվ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, դրա իրեղեն ապացույցն է հայտարարում են թուրքերը։ Եվ այդ իրեղեն ապացույցը դա մի պատմական շանս է, որ այս մարդուն եւ իր խմբակին պետք է պահել մինչև Հայաստանի կազմալուծման խնդիրը ամբողջովին լուծվի, որտեղ մենք այս մարդու միջոցով լուծեցինք Արցախի խնդիրը, լուծեցինք ամբողջովին Հայաստանի կազմալուծման հարցը, հիմա պետք է վերջնական ակտը անենք եւ դրա համար պետք է, այսպես ասած, մինչև վերջ կարողանանք այս խնդիրը լուծենք։ Սա է այս վեճը։ Այսինքն այստեղ կա որոշակի վեճ տակտիկական տեսակետից, թե ինչպես լուծել Հայաստանի հարցը։ Թուրքիան ասում է, որ պետք է փափուկ բարձ դնենք Փաշինյանի գլխին։ Ալիևը ասում է, ես չեմ հավատում, որ ինքը վերընտրվելու է, որտեղ ես ունեմ իմ ինֆորմացիան, տարբեր տիպի մակարդակի, որ այս մարդը հեռանալու է եւ այս մարդուն հեռացնելու են Հայաստանից եւ ինքը ավելի լավ է մենք հիմա հասարակությանը այսպես արարեցնենք իրականության հետ, ինքն է ասում այդպես, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, թե ում հետ է գործ ունենալու եւ ինքը պատկամած արդեն պատրաստվի, որ ինքը կամած պետք է գնա շատ ֆունդամենտալ զիջումների ինձ, այսինքն իրեն։ Սա է խնդիրը։ Այդուհանդերձ մենք այսօր նաև ականատեսը եղանք, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության պատասխանելով Ալիևին, բայց դա չգիտեմ ինչքան պատասխան կարելի է որակել, խնդրեմ, 1-2 մեջբերում անեմ, հա։ Ադրբեջանի նախագահի ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական քարտեզներով եթե նայենք քարտեզներով, Սևանալից չկա, կա այլ անուն։ Ես չգիտեմ, սրա մասով ինչ կարող եք ասել, ավելին ասում է ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այլ տարբերակ չունի, կամ պետք է արդարացնի Ալիևին։ Ինչպես պետք է արդարացնի, որ Ալիևը ասում էր, որ սա ցարական քարտեզների մասին էր, ժամանակից քարտեզների մասին չի խոսում։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի վիճակը շատ ողբերգական է, այդ մարդը մեծ հանցագործություններ է կատարել հայ ժողովրդի պատմության տեսակետից, ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը ըստ էության պատասխանատվության առաջ է կանգնելու 26 թվականի ընտրություններից հետո, եւ ինքը փրփուրներից կախվելով փորձում է ամեն ինչ անել, որպեսզի բավարարի Էրդողանի պահանջները, որպեսզի Էրդողանի միջոցով կարողանա վերականգնել, որպեսզի ինքը իր անվտանգության խնդիրը լուծի։ Դա անում է Հայաստանի հաշվին, դա անում է եկեղեցու հաշվին, դա անում է մեր անվտանգության խնդիրների հանձնելու հաշվին։ Սա շատ պարզ խնդիր է եւ մեր ժողովրդի մեծ մասը արդեն հասկացել են։ Այն մի փոքր մասը, որ դեռ չեն գիտակցում, որտեղ նրանք քարոզչական տերորի տակ են մտել եւ այդ քարոզչությունը իրենց կլանել է, բայց կգա ժամանակը իրենք էլ կհասկանան, բայց պետք է մենք այնուամենայնիվ հասկանանք, որ ամեն մի քաղաքացի պետք է պատասխանատու լինի իր ապագայի համար, իր երեխաների համար, իր ընտանիքի համար, որտեղ անկախ ամեն ինչից, եթե մարդը չունենա այդ պատասխանատվությունը, ինքը կունենա Հայաստանը կունենա այն ճակատագիրը, ինչ եղավ 1915 թվականին։ Պարոն Բոզյան, երբ որ Ալիևը խոսում է վերադառնալ իրենց պատմական հողերին, իհարկե, սա ինչ է նշանակում, արդյոք մեզ նախապատրաստում են այդ ադրբեջանցիների գալուն, որի մասին խոսում են, եւ այն իրողությունը, այն անամոթությունը, որ այս պահին, երբ որ Բաքվում ըստ էության արդեն մեղադրական վճիռներ են անցնում մեր ռազմագերիների մասով, մենք անհետ կորածներ ունենք, Փաշինյանը շնորհակալություն է հայտնում հացի համար, Փաշինյանը այսօր հայտարարում է, որ Էրդողանին է հրավիրել Երևան, խնդրեմ։ Տեսեք, Փաշինյանը նման է վիրավոր գազանին, ով անկյուն է գցված եւ ինքը վախից
ինքը փաստացի քանի որ իր իշխանությունը պահպանման խնդիր ունի 26 թվականից հետո ինքը աղերսում է Էրդողանին, որ Էրդողանը փաստացի իրեն օգնի, որ ինքը նորից կարողանա վերարտադրվի։ Ինչպես կարող է Էրդողանը օգնել։ Էրդողանը կարող է օգնել այնպես, որ համոզի Ալիևին, որ Ալիևը մինչև ընտրությունները Փաշինյանին նվիրի այդ խաղաղության թուղթը։ Սա է խնդիրը։ Դա համար ինքը ամեն ինչ անում է, այս եկեղեցու դեմ արշավը, այս ամեն ինչը պայմանավորված է դրանով։ Էրդողանի պահանջներն է փորձում բավարարել, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը մտածում է, որ փրփուրներից կախված, որ եթե թուղթը լինի, այդ թղթով ինքը կհամոզի լրացուցիչ մի զանգվածի, որոնք դեռ չեն կողմնորոշվել, որ կարողանան ինչ-որ որոշակի քվե ստանալ։ Սա է խնդիրը։ Ինքը հսկայական վարչական ռեսուրսներ է կիրառելու, հսկայական ռեպրեսիաներ է կիրառելու, բայց Հայաստանը այն տոտալիտար մթնոլորտում չի ապրում, որ կարողանա ինքը ցանկացած պարագայում կարողանա վերարտադրվել։ Ինքը շատ լավ դա հասկանում է։ Դրա համար ինքը ամեն ինչ անում է, որպեսզի բավարարի Թուրքիայի պահանջները, իսկ Թուրքիան մեծ պահանջներ ունի։ Ավելին կարող եմ ասեմ, արդեն Նիկոլ Փաշինյանը կուլիսային բանակցությունների ժամանակ համաձայնվել է, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Ես դա որպես փաստ եմ ասում, ինչու, որովհետև այս տարվա մայիսին Անկարայում այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները կոնֆերանս են անցկացնում, որտեղ քննարկում են, թե ինչպես պետք է իրենք վերադառնան Հայաստան։ Արևմտյան ադրբեջանցիների ամբողջ ճանապարհային քարտեզը կուրացիա է անում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։ Այսինքն նրանք ցուցակագրում են մարդկանց, թե ովքեր պետք է գան, որտեղ պետք է գնան, այսինքն այդ ամբողջ պրոյեկտը կա։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է, ինքը հրապարակավ չի ասում, բայց Ալիևը պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայ ժողովրդին խոստովանի, որ դա լինելու է։ Տեսեք, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, շատ խորամանկ քայլ կատարեց։ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտ արեց, ասեց, որ հետևյալը, որ պահին, որ խաղաղության պայմանագիրը կնքվի, ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական գյուղերը ապրելու համար։ Սա Ալեն Սիմոնյանի խոսքերն են, այսինքն սա մեսիջ էր Նիկոլ Փաշինյանի Ալիևին, որ ես քո խոստումը կատարել եմ, մենակ դու թուղթը տուր, որ ես կարողամ այս ժողովրդին հերթականական խաբեմ։ Այս ժողովրդին խաբել եմ 18 թվականին, մինչև 18 թվականը, այս ժողովուրդը խաբվող ժողովուրդ է, ինքը 15 թվականին խաբվեց, ինքը իրան հեշտ է խաբել, բայց ինձ մի հատ որտեվ բայց քանի որ այնքան եմ խաբել, որ արդեն խաբեփայի անուն եմ հանել, ինձ մի հատ շանս տու, որ նորից վախացնեմ այս ժողովրդին խաբեմ։ Սա է իրավ այս մարդ։ Իհարկե սա մեծագույն խայտարակություն է մեր ժողովրդի համար։ Մեծագույն։ Մեր ժողովուրդը խայտարակվել է ամբողջ աշխարհով մեկ այս վերջին 7 տարիների ընթացքում։ Նենց է խայտարակվել, որ այս խայտարակությունից դեռ տասնյակ տարիներ են պետք լինելու, որպեսզի այդ խայտարակությունից դուրս գանք։ Որտեվ նույնիսկ եմ կրկնում, հիմա ես շփվում եմ տարբեր տիպի շրջանակների հետ դրսում, եւ իրանք ասում են այլևս դուք չհամարցակվեք մեզ պահանջներ դնեք ցեղասպանություն ճանաչելու համար։ Այլևս չհամարցակվեք, մենք ձեզ կարողանանք հարգենք որպես պետություն ժողովուրդ։ Ես մի բան ասեմ, եթե ժողովուրդը 7 տարի չի կարողանում փայել այս մարդուն, նշանակում է իրանք արդեն նույնացնում են ժողովրդին։ Իհարկե սրա մեջ մեղավոր է մեր քաղաքական վերնախավը, բայց դա առանձին թեմա է, ես չեմ ուզում այս փային խոսել։ Քանի որ ասացիք Փաշինյանը խորամանկ հայտի դիմեց Ալեն Սիմոնյանի շուրթերով, այսպես ասեք, իր մեսիջը փոխանցել Ալիևին, օրինակ երեք նույն Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Ալիևին հայտարարությանը, որ իրենք մեքենաներով են գալու, ասաց Ալիևի տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը ասում եմ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ։ Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար։ Տեսեք, իմ կարծիքով Ալեն Սիմոնյանը մտածում է, որ ինքը գործ ունի ոչխարների հետ, բայց մեր ժողովուրդը ոչխար չի։ Գիտեք, մարդը, քանի որ մարդիկ ցինիկ են եւ արդեն դառել են ավարտված սրիկաներ, մարդկանց թվում է, թե իրենք արդեն այնքան են խաբել այս ժողովրդին եւ մարսել են։ Իրենց թվում է, որ այս հավերժորեն կանան շարունակեն խաբել։ Այն որ իրենք խաբել են եւ մարսել են, դա ակնհայտ փաստ է, 7 տարի խաբել են։ Հիմա բայց տեսեք մի բան ասեմ ձեզ։ Բոլոր սրիկաները, բոլոր բռնատերերը իրենց խաբեության մեջ անցնում են բոլոր սահմանները եւ իրանք թվում է, թե իրանք անպատժելի են հավերժորեն։ Ես նույնիսկ եմ կրկնում, սրա գլխավոր մեղավորը այսօրվա քաղաքական կոչվող վերնախավն է, որի գնահատականը լինելու է 26 թվականից հետո, դա այլ թեմա է, որտեղ այս վերնախավի 90%-ը այլևս պետք է իրանք չունենա ընդհանրապես վերնախավ կոչվելու, որտեղ իրանք փաստացի չեն կատարել են պատմական առաքելությունը, որպեսզի մաքրեին այս կեղտին մեր ժողովրդից
եւ չխայտարակվեր մեր ժողովուրդը, բայց քանի որ չեն կարողացել, իրանք հեռանալու են ասպարեզից, բայց դա նույնակ 26 թվականից հետո այլ թեմա է։ Բայց այն, որ ներողություն, Ալեն Սիմոնյանը մեր ժողովրդին փորձում է դնել ոչխարի տեղ, գառի տեղ, մտածելով, որ այս ոչխարներին կարող է երկրորդ անգամ էլի խաբել, ասել, որ Ալիևը մեքենաներով է գալու ժողովուրդ, տանկերով չի գալու, մի վախեցեք, մեքենաներով որ գա լավ կլինի, սա փաստ է, բայց վիրավորական է, որ այս մարդը արդեն այնքան է լկտիացել, որ նման բան է արտահայտում հրապարակավ։ Սա է հարցը։ Հիմա ամեն դեպքում գալով էս իրողությանը, սա նաև Ալիևի այլևս բաց։ Կներեք, ես մի հատ բան էլ ավելացնեմ, ընդհանրապես, ուրեմն խոսքը չի վերաբերվում ադրբեջանցիների դեմ ատելության դեմ։ Ես ինքս անձամբ ոչ մի ազգի հանդեպ ատելություն չունեմ։ Բոլորը ես ինքս вообще ընդհանրապես դաստիարակվել եմ այն մթնոլորտում եւ այդ միջավայրում, որտեղ բոլոր ազգերը հավասար են, չկա առավել հավասար, ավելի, չգիտեմ, խելոք կամ ոչ խելոք ժողովուրդներ։ Ես միշտ մերժել եմ, որ միշտ նշում էին, որ մենք, չգիտեմ, ավելի առավելություն ունենք այս մեր հարևան հետ կամ մեր հարևան հետ բան։ Ավելին ժամանակին մենք ադրբեջանցիների հետ ապրել ենք եւ ված չենք ապրել, հարցը դրա մասին չի։ Խնդիրը կայանում է նրա մեջ, հա, տեսեք, խնդիրը կայանում է նրա մեջ, որ իհարկե Հայաստանում տարբեր ազգեր կարող են ապրել եւ պիտի ապրեն, բայց մենք պետք է այնպեսի միջավայր ապահովենք, անվտանգային այնպեսի մակարդակ ունենանք, որպեսզի կարողանանք թույլ չտանք, որպեսզի մեր ազգային փոքրամասնային դրսի երկրները օգտագործեն որպես գործիք։ Հիմա հաշվառնելով այդ հանգամանքը, այնուամենայնիվ ադրբեջանցիները կարող են օգտագործվել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից որպես այդպիսի գործիք եւ այդ իմաստով ադրբեջանցիների վերադարձը Հայաստան մոտակա երկար տարիների ընթացքում ես բացառում եմ, որտեղ դա ազգային անվտանգության սպառնալիք է իրանից ներկայացնում։ Ես օրինակը բերեմ, ես նույնիսկ դուք մի մտեք այն ձևակերպման մեջ, որ Փաշինյանը հավերժորեն մնալու է։ 26 թվականից հետո Փաշինյանը չի մնալու։ Եթե դուք համակերպեք ձեր մեջ, ուրիշներին համակերպեք, որ ինքը մնալու է, կմնա։ Այսինքն մեր լրագրողներից էլ է դա կախված։ Քաղաքական գործիչներից, քաղաքագետներից, լրագրողներից, եթե բոլորը իրենց մեջ համոզված ունեն, որտեղ մեր ժողովուրդը համոզված է։ Մեր ժողովրդի մեջ համոզվածություն, բայց քանի որ մեր ժողովրդից կախվածությունը շատ քիչ է, ցավոք սրտի եմ ասում, քաղաքական վերնախավի, իրական վերնախավի բացակայությունը բերել է այն բանին, որ քաղաքագետները զբաղված են լրիվ վերացական ձևակերպներով, լրագրողները անջատված են հասարակությունից, քաղաքական գործիչներից, դրա համար մարդկանց մոտ առաջացել է այդ հորոտեսական մտածողությունը։ Ես այնուամենայնիվ բերեմ այդ օրինակը։ Կիպրոսի օրինակն եմ ուզում բերեմ։ Կիպրոսում մինչև թուրքական ներխուժումը թուրքալեզու ժողովուրդը մոտարպես 10% էր Կիպրոսի։ Այսինքն Կիպրոսի մոտարպես 90% հույներն էին, մետնու հույներ եւ այլ ազգիներ, նաեւ հայեր, եւ մոտ 10%-ներ թուրքերը։ Եվ երբ որ այդ հայտնի իրադարձությունները կատարվեցին 60-ական թվականների վերջում եւ 74 թվականին անցյալ դարի 74 թվականին, երբ որ թուրքական բանակը ներխուժեց Կիպրոս, իբր պաշտպանելով այդ 10%-ին, հա, թուրքերի, փաստացին կգրավեց 40%-ը Կիպրոսի։ Այսօր Կիպրոսի 40%-ը գտնվում է Թուրքիայի օկուպացիոն ռեժիմի տակ։ Սա այս ուղղակի փաստ եմ ասում։ Այսինքն եթե նույնիսկ մեկ գյուղ ադրբեջանական վերադառնա Հայաստան, դա հիմք կհանդիսանա, որ վաղը Թուրքիան կարողանա իր զորքը մտցնի ոչ միայն այդ գյուղը, այլ նաև մտցնի, ասենք, օրինակ, չգիտեմ, Գյումրի կամ Երևան։ Սա այս ուղղակի ասում եմ իրականությունը, որ մարդիկ իմանան։ Մարդիկ հոգեբանորեն ապրում են խորհրդային միության մեջ, հոգեբանական մակարդակով իրանց թվում է, թե իրանք ի վերուստ պաշտպանված են եւ իրանք չեն զգում այդ վախի անվտանգության բանը, իրանց մոտ բանը կորել է, որտեվ խորհրդային միության ժամանակ այդ անվտանգության խնդիրը պահպանված էր, հիմա խորհրդային միություն չկա, արգելի ժողովուրդ։ Եվ կա Նիկոլ Փաշինյան, որը ամեն ինչ անում է, որ բացի խորհրդային միությունից կազմաքանդվի նաեւ ռուսական անվտանգային համակարգը, որ օրը որ քանդվի դա, դուք արդեն Էրդողանի երեսից ոչ թե ժիպիտներ կտեսնեք, այլ ավելի լրիվ ուրիշ բան։ Եվ այդ մենք բանը տեսել ենք 1918 թվականին, երբ որ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը կնքելուց հետո Թուրքիան բոլոր պայմանագրերը խախտելով եկավ եւ հասել էր եւ մտել էր Գյումրի, եւ ինչ կատարվեց Գյումրիում։ Այդ ամենը նույնիսկ բանի Հարութ Հարությունյանի եւ Դերենիկ Մալխասյանի հայտնի ֆիլմը, որ ցույց տվեցին նույն Գյումրիում եւ Երևանում, դրա դրսևորումից այսինքն վառ ապացույցներից մեկն էր, բայց սա պատմական փաստ է։ Ես նույնիսկ եմ պատկերում, եթե Հայաստանը կորցնի իր անվտանգային համակարգը, այսինքն այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, քայլ առ քայլ, ապա վերջն արդյունքում մենք ճանապարհը բացել ենք, դռները բացել ենք թուրքական բանակի համար։ Դա փաստ եմ ասում, հարգելի ժողովուրդ։
Եվ բայց մեր ժողովրդի մեծ մասը դա հասկացել է, մնում է մեր ժողովրդի մեծ մասի այդ հասկացությունը քաղաքական կապիտալիզացվի գալիք ընտրություններում։ Սա է խնդիրը։ Պարոն Բոզյան, հիմա եթե այսպես հարկեր, սա Ալիևի ուղիղ պատասխանն է Նիկոլ Փաշինյանի մուրացող խաղաղությանը եւ մանիպուլյացիաներին, որով այն խաղաղության, որով կերակրում է ժողովուրդը։ Ուրեմն տեսեք, Ալիևը ոչ թե պատասխան է տալիս Նիկոլ Փաշինյանին, Ալիևը առաջարկում է, որ հայ ժողովուրդը առերեսվի իրականության հետ։ Ալիևը ասում է հարգելի հայ ժողովուրդ, ես հիմա ձեզ իրականությունն եմ ասում, անկախ նրանից, թե ով է լինելու գալիք ապագա իշխանությունը, սա է հարցը, այո։ Այս իրականությանը զուգահեռ մենք տեսնում ենք, որ եկեղեցու դեմ արշավը չի դադարում, տեսանք վերջին, այսպես ասած, ինչպես Մարիաթովն է բնորոշել, բռնազավթված Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո իրականացվող սրբապիղ ծառայողակարգ։ Խնդրեմ այս մասով իմիջիայլոց հաջորդ կիրակի գալիք կիրակի արդեն Փաշինյանը մեկ այլ եկեղեցի է վերցրել, իր թիրախի տակ ինչ է տեղի ունենում, նաև մենք տեսանք, որ քանի որ անդրադառնալով նաև աղաշապատի ընտրություններին Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչի թեկնածուի դանոսների հիման վրա կալանավորվեցին Վեհափարի եղբայրը եւ խորհրդին։ Խնդրեմ։ Տեսեք, եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարը այս ամբողջ այս պատկերի փոքրիկ մասն է։ Այսինքն մենք նշեցինք, որ փաստացի Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը վերարտադրվել է 26 թվականին, ինքը կախված է Էրդողանից, որպեսզի Էրդողանը համոզի Ալիևին, որ Ալիևը իրեն թուղթը նվիրի։ Հիմա Էրդողանն էլ ասում է, քանի որ դու ինձանից կախված ես, որպեսզի թուղթը ես ճնշեմ վերցնեմ, դու պետք է կազմաքանդես հայ առաքելական եկեղեցին։ Ինչ է դա նշանակում։ Էրդողանը մինչև այս տարվա, մինչև իրենց հունիսի հանդիպումը Նիկոլ Փաշինյանին պարզ ներկայացրել էր, որ հայ առաքելական եկեղեցին իր կառուցվածքով ինքը էքստերիտորիալ բնույթ ունի, այսինքն ինքը ոչ թե Հայաստանի եկեղեցի է, այլ ամբողջ աշխարհի հայության եկեղեցի է։ Ինքը ունի թեմեր ոչ միայն Հայաստանում, այլ ունի թեմեր նաև Հայաստանից դուրս։ Եվ ըստ էության կաթողիկոսին ընտրում են ոչ միայն Հայաստանի հայերը, այլ նաև Սփյուռքի հայերը։ Եվ Էրդողանը բացատրել է Փաշինյանին, որ այն կաթողիկոսը, որին ընտրում են նաև Սփյուռքից, օբյեկտիվորեն ինքը պետք է կատարի նաև Սփյուռքի պատվերը, իսկ Սփյուռքը քանի որ հակաթուրքական է տրամադրված իր պատմությունով, ապա օբյեկտիվորեն կաթողիկոսը եւ առաքելական եկեղեցին ինքը հակաթուրքական բնույթ է ստանում, որպեսզի դու կարողանաս Փաշինյանին է բացատրել Էրդողանը, որպեսզի դու կարողանաս եկեղեցին տարանջատես հակաթուրքական այդ բանից, եկեղեցին պետք է ունենա էքստերիտորիալ բնույթ։ Ինչպես օրինակ ասենք Վրաստանի եկեղեցին, ինչպես Ռուսաստանի եկեղեցին, ինչպես այլ ուղղափառ եկեղեցիները։ Դրա համար ինքը ասում է դու պետք է ոչ միայն կաթողիկոսին փոխես, որը հասկանալի է, դու պետք է կառուցվածքը փոխես։ Այսինքն դու պետք է քո դրսի թեմերը հանձնես ուրիշ եկեղեցին եւ դառնաս միայն հայաստանյան կառույց։ Եվ ավելին, կաթողիկոսի ընտրության մեջ դու պետք է մեծ լումա ունենաս, որպեսզի դու քո վերահսկողության տակ լինի կաթողիկոսը։ Այսինքն դու պետք է ունենաս դրածո կաթողիկոս, որ այդ կաթողիկոսը այլևս չխոսի Արցախի վերադարձի մասին, չխոսի ցեղասպանության մասին, չխոսի Հայաստանի ողբերգությունների մասին, չխոսի Հայաստանի խնդիրների մասին։ Ինքը պետք է դառնա քո դրածո։ Այսինքն ինքը պահանջում է փոխել Հայաստանի եկեղեցու կառուցվածքը, հայ առաքելական եկեղեցու կառուցվածքը, փոխել այսօրվա վերնախավին, հոգևորական վերնախավին, մեծ մասին, եւ ամեն ինչ անել, որ այդ կառուցվածքի փոփոխության արդյունքում Հայաստանը ապագա եկեղեցին թեմեր չունենա։ Հիմա Փաշինյանը դրա մասին իր Էրդողանի այդ խոսակցության մասին հրապարակավ չի արտահայտվում։ Քանի որ գիտի, որ տենց արտահայտվի խայտարակ կլինի։ Ինքը փորձում է ամեն ինչ անել, որ սա վեճ է իր եւ կաթողիկոսի միջեւ։ Բայց սա իր եւ կաթողիկոսի մեջ վեճ չէ։ Սա նույնիսկ իր եւ եկեղեցու վեճ չէ։ 2018-ին, որ ինքը եկավ իշխանության, եկեղեցում կար դժգոհություն, հայ կորյուն այն ժամանակ որոշում կայացրեց, մի հատ շարժում սկսեց բանը նոր Հայաստան, նոր Հայրապետ անունով, բայց այդ ժամանակ Փաշինյանը չաջակցեց, որտեղ մեծ հաշվով Փաշինյանը հետաքրքիր չէր ներեկեղեցական խնդիրները։ Իրեն հետաքրքիր իրեն դա հետաքրքիր է Էրդողանի, քանի որ Էրդողանն է հետաքրքիր, ինքը հիմա Էրդողանի շահերն է սպասարկում, որպեսզի դրա դիմաց ստանա Էրդողանի կողմից այն թուղթը, որը պետք է նվիրի Ալիևը։ Այսինքն սա փաստացի ոչ թե պայքարա եկեղեցու կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, այլ սա խնդիր է, որը դրել է Էրդողանը
կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին։ Այդ կազմաքանդման ձևը կայանում է հետևյալը, պետք է թիրախավորել բացառապես կաթողիկոսին եւ մի շարք սրբազաններին, որոնք ակտիվ դիմադրում են այդ process-ին։ Դա Բագրատ սրբազանն է, դա Միքայել սրբազանն է, Շիրակի եւ այլն։ Եվ սա է խնդիրը, այսինքն այդտեղ չկա կաթողիկ եւ այն մարդիկ, ովքեր որ այս վեճը դիտարկում են կաթողիկոս Նիկոլ Փաշինյան, այդ մարդիկ կամ անգրագետ են, կամ անմեղսունակ են, կամ սրիկաներ են։ Երրորդ տարբերակ չկա։ Ես նույնպես եմ կրում, սա վեճ չի կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Սա վեճ է Հայաստանի առաքելական եկեղեցի լինել չլինելու վեճը։ Եվ այն մարդիկ, ովքեր որ մասնակցում են պարակման մեջ, ես նույնպես եմ կրկնում, դրանք մեծ մեղք են վերցրել իրենց վրա, եւ 2026 թվականին գալու է այն ժամը, որ այդ մարդիկ պետք է պատասխան տան, թե ինչ նպատակով են այդ ամեն ինչը արել։ Կապ չունի այդ մարդիկ շարքային քաղաքացի են, թե բարձր պաշտոնյա։ Սա է հարցը։ Պարոն Խոզյան, վեհապարի պատասխանը ըստ էության վերջին Սուրբ Պատարագի ժամանակ նաև այսօր իր կառավարության 26-րդ տարին է նրանում, ըստ էության նաև գիտենք, որ խանգարումքի մեջ հայտնվեցին մանավանդ երբ որ վեհապարը բոլոր ակներով բարձրաձայնում է մեր ռազմագերիների մասին, Արցախի մասին, բռնաճնշումների մասին, եւս մեկ անգամ վեհապարը Մարիաթորից աղոթք կարդաց այս մարդկանց համար։ Սա նորից հստակ պատասխանն է վեհապարի եւ արդյոք այն մարդիկ, որ ասում են, գիտեք, եկեղեցին պետք է ավելի կոշտ գործի, եկեղեցին ինչ ունի կոշտ գործի, չէ՞ որ եկեղեցու վեհապարի եւ եկեղեցու, այսպես ասենք, զորքը դա հայ ժողովուրդն է, հայ մարդն է։ Տեսեք, եկեղեցին պետք է դուք Գրիգոր Լուսավորչի օրինակը բերել եք, պետք է խնդրեմ եւս մեկ անգամ։ Տեսեք, վեհապարի պատասխանը շատ ճիշտ է, այսինքն մեծ հաշվով եկեղեցին պետք է չխառնվի քաղաքական գործընթացների մեջ, բայց ինքը պետք է տեսակետներ հայտնի։ Տեսակետ հայտնելը դա չխառնվելը չի նշանակում խառնվել։ Նիկոլ Փաշինյանն կարող է տեսակետ ունենալ, բայց երբ որ ինքը սկսում է գործողության մեջ մտնել, դա խախտում է սահմանադրությունը, ինքը դառնում է հակասահմանադրական։ Հիմա ինքը Նիկոլ Փաշինյանը մազից է կախված արդեն բացահայտ հակասահմանադրական process-ների մեջ մտնելու, որից հետո արդեն impeachment-ի պահանջը լինելու է ուղղակիորեն օրհասական, որովհետև այսօր մեր սահմանադրությամբ աշխարհիկ իշխանությունը տարանջատված է եկեղեցուց, եկեղեցին չի խառնվել քաղաքական գործընթացների մեջ, եթե դուք հիշում եք Բագրատ սրբազանը երբ որ շարժում սկսեց, ինքը իր կարգավիճակը սառեցվեց եկեղեցու կողմից եւ ճիշտ որոշում էր դա, որովհետեւ եկեղեցին տարանջատված է աշխարհիկ իշխանությունից, եկեղեցին կարող է ունենալ տեսակետներ։ Կաթողիկոսը կարող է չսիրել Փաշինյանին, կարող է քննադատել։ Փաշինյանը նույնպես կարող է չսիրել կաթողիկոսին, կարող է քննադատել։ Դրանք նորմալ երևույթներ են, բայց process-ի մեջ մտնել, փորձել գործողությունների մեջ մտնել, դա կնշանակի խախտել սահմանադրությունը, իսկ սահմանադրության խախտողը դառնում է հանցագործ, եւ այդ հանցագործի առաջ կանգնում է impeachment-ի խնդիրը։ Հիմա մենք կանգնած ենք 5 րոպե առաջ իսկապես իրական impeachment-ի գործընթաց սկսելու։ Սա է հարցը։ Այսինքն վեհապարի այս կեցվածքը, Մարիաթորի այս կեցվածքը բարեբուն իմաստով Փաշինյանի մասից է կախել։ Այո, հիմա սա փաստ է, բայց ինձ մի քիչ մտահոգում է այն, որ դրսի հայ առաքելական եկեղեցու էջմիածնին պատկանող թեմերից շատ լուրջ արձագանքներ չկան։ Այսինքն կան արձագանքներ։ Տեսեք, կան օրինակ Երուսաղեմի պատրիարքը արձագանքեց եւ Ռումինիայի պատրիարքը եւ էլի շատ պատրիարքներ արձագանքեց եւ իրենց գնահատականները տվեցին, որը շատ արդարացի է։ Ես նաեւ սպասում եմ Կիլիկիո Արամ առաջինի արձագանքը։ Ես դեռ չեմ տեսել այդ արձագանքը եւ ունեմ կասկածներ։ Այդ կասկածների մասին ես չեմ ուզում հրապարակայնացնեմ, բայց կա կուլիսային խոսակցություն, որ ես դա խոսակցություն եմ ասում, չեմ պնդում 100%-ով, որ Էրդողանը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին, որ էջմիածնի այն թեմերը, որ գտնվում են Հայաստանից դուրս, հանձնել Կիլիկիոյի կաթողիկոսին։ Այսինքն փաստացի հանձնել Կիլիկիոյի կաթողիկոսին, որպեսզի էջմիածնը դառնա մաքուր հայաստանյան կառույց։ Այսպիսի խոսակցություն ես լսել եմ։ Սա միգուցե գերատեսչական մակարդակով կամ անձնական մակարդակով շահավետ է Կիլիկիոյի կաթողիկոսին, բայց սա կլինի մեծագույն դավաճանություն, եթե հանգարց պարզ լինի, որ Կիլիկիոյի կաթողիկոսը անուղղակի խրախուսում է այս ծրագրերին։ Դրա համար շատ կարևոր է, որ այս արձագանքը լինի,
որովհետև ես նույնպես եմ կրկնում, սա Թուրքիայի ծրագրված քայլն է եւ Թուրքիայի ծրագրված քայլի խրախուսելը դա համարվելու է պետական ազգային դավաճանություն, պատմական դավաճանություն, որը երբևիցե չի արդարացվելու որևէ ժամանակի դա անվերջ հավերժ ժամանակներով դատապարտվելու է։ Այսինքն առաջինը հիմա հստակ Ես չեմ ուզում գնահատական տամ, ես նորից եմ կրում, սա կուլիսային խոսակցության թեմա է։ Այո, բայց Սա այդ կուլիսային խոսակցությունը, այդ կուլիսային խոսակցությունը քննարկվել է Թուրքիայում։ Ես չեմ կարող պնդել ինչքանով է ճիշտ, ինչքանով է սուտ։ Չեմ էլ ասի թե այդ կուլիսային խոսակցության աղբյուրները որոնք է։ Ես պարզապես նշում եմ, որ այդպիսի խոսակցություններ կան։ Եվ ինչ պետք է հիմա հստակ է։ Ես նույնպես եմ կրում, տեսեք օրինակը բերեմ, Երուսաղեմի պատրիարքը իր հստակ գնահատականը տվել է։ Ես ուզում եմ, որ այդպիսի հստակ գնահատական փառք ու պատիվ Երուսաղեմի պատրիարքին։ Այսպիսի գնահատականով պետք է հանդես գան նաև բոլոր թեմերի առաջնորդները, լինի դա Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Սա է այն ազգանվեր եւ արժանապատիվ կեցվածքը, որ պետք է ունենան հայ հոգեվորականները։ Պարոն Բոզոյան, ձեզ համար հասկանալի է կամ ինչ եք կարծում, այս այլևս կարգալույց եղած Ստեփան Ասատրյան, հիմա կամերատեր Թադե, որը դեռ չի կարգալույց եղել, կարծեմ այս Թադենի եկեղեցու ինքը հոգևոր հովիվն է, իրենք ինչ, այսպես ասենք, դրդապատճառ ունեն, որ գնում են այս ամենին։ Տեսեք, եկեղեցու մեջ միշտ կան դժգոհություններ, որը հասկանալի է։ Եկեղեցին դա սրբերի հավաքույթ չէ։ Եկեղեցին մի կառույց է, որտեղ աշխարհի բոլոր եկեղեցիներում այդ խնդիրները կան։ Բազմաթիվ խնդիրներ կան, տենց չի որ կաթողիկոս, բայց չգիտեմ սուրբ մարդ կամ չգիտեմ հոգևորականներն են սուրբ մարդ կամ եկեղեցին է սուրբ, ոչ, իհարկե Վատիկաններ սուրբ չէ, ուղղափառ եկեղեցիներ սուրբ չէ, բոլոր եկեղեցիներում եւ իմ ընկերները բազմաթիվ ժամանակ քննադատել են եւ շատ խիստ են քննադատել եկեղեցու միջի եղած շատ բարքեր, որը ինձ էլ անընդունել են այդ բարքերը բազմաթիվ իմաստներով, իսկապես ռեֆորմայի բարեփոխման մեծ պահանջ ունի մեր եկեղեցին, բայց մի բան է, որ մարդիկ դժգոհում են եւ դա հասկանալի է այդ դժգոհությունը եւ տրամաբանական է, որ դժգոհությունը մնա եւ եկեղեցու մեջ այդ դիսկուրսը պահպանվի, մեկ այլ բան է, որ որոշ դժգոհներ օգտվելով այս իրավիճակից փորձեն Էրդողանի խաղը խաղալով իրենց դիրքային առավելություն ստանան եւ կարողանան ի վերջո Էրդողանի ծրագրերը կյանքի կոչեն։ Սա Էրդողանի ծրագրերն է, սա Նիկոլ Փաշինյանի ծրագրերը չէ։ Նիկոլ Փաշինյանը դա գործիք է Էրդողանի ձեռքերում։ Այն մարդիկ, ովքեր որ համաձայնվում են այդ process-ի մեջ մտնել, դրանք այդ մարդկանց համարում եմ եկեղեցական թափոններ, որոնք պատմական թափոններ են դառնալու 26 թվականից հետո, եւ այդ մարդիկ չգիտեմ թե ինչպես են կարողանալու շփվել իրենց շրջապատում։ Սա է խնդիրը։ Վաղաշաբաթում սպասվող ընտրությունների հետ կապված ես կուզեմ ձեր խոսքը լսենք, ինչպես է Մայր Հայաստանը, քանի որ նաեւ այնտեղ ունի տեխնացուն, Իմիջիայլոց պարոն Բոզոյան, վերջերս մեծ բանավեճի ժամանակ տեսանք ինչպես լկտիաբար էր իրեն պահում քպական տեխնացուն, ինչ ուղղակի ճամոթել է, հա, փեշի տակ էր խոսում ինչ-որ տերմինոլոգիայով, նախ իրեն ինչ պատասխանում եք տալու եւ վաղաշաբաթում ինչպես են, ինչ հարցերով են ձեզ մոտենում քաղաքացիները, ինչ են առաջարկում, ինչ եք առաջարկում։ Վաղաշաբաթում տեսեք, նախ sense ձևակերպեմ, որ շատ իմ համար զարմանալի մակարդակով Խոյ համայնքը, որ միացավ Էջմիածին քաղաքի հետ եւ մեծ հաշվով այդ միացման արդյունքում տրամաբանական էր, որ ընդհանուր ընտրողների քանակը պետք է լիներ մոտավորապես 65000, որովհետեւ առանձին վերցած որ մենք հաշվում ենք, թե ինչքան քվեարկողներ կար Վաղաշաբաթում Էջմիածին քաղաքում եւ Խոյ համայնքում 17 գյուղերում, ապա իրար հետ միասին կազմում էր 65000, բայց այդ միացման արդյունքում իշխանությունները ներկայացրել են իբր 70000, չգիտեմ 200 մարդ ընտրող, այսինքն 5000 ավել ընտրող են ներկայացել, որպեսզի պարզ լինի թե ինչ է նշանակում այդ 5000-ը, ապա ես հիշեցնեմ, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ, 21 թվականի ընտրությունների Խոյ համայնքում եւ Էջմիածինում իշխանությունները հավաքել էին մոտավորապես 5000 Խոյում, մոտավորապես 5000-ից ավել, մոտավորապես այդ թիվներ Էջմիածին քաղաքում, այսինքն փաստացի համախառն իրենց ձայների քանակը կազմում էր մոտավորապես 10000 ձայն։ Հիմա 5000 ձայն ավել իրենք ներկայացնում են ընտրությունների ժամանակ։
Ես չեմ ուզում պնդեմ, որ ինչ են իրենց ներկայացնում այդ 5000, այդ բացատրությունը դեռ չկա այս իշխանության կողմից, ինչ որ ձևակերպում են, որ Արցախից փախստականներ են գնացել, բան, չեմ հավատում, որ 5000 արցախցի ապրում են միայն այդ համայնքում, դրա հաշվարկն էլ լուրջ մակարդակի ոչ մեկ չի ներկայացրել, բայց ես մի բան կուզեմ նշեմ, այս ընտրությունների բացի այդ ամեն ինչից, այս ընտրությունների հետ կապված ուրեմն ես կուզեմ, որ մեր վաղաշաբաթի բնակիչները 3 հարթության մակարդակի իրենց համար պատասխանան այն հարցադրմանը, որ ես տալու եմ։ Բարոյական մակարդակ, քաղաքական մակարդակ եւ սոցիալ-տնտեսական մակարդակ։ Սկսեմ բարոյական մակարդակից։ Հայաստանը որպես երկիր կարող է ոտի կանգնել եւ զարգանալ, երբ որ Հայաստանում այն անբարոյական մթնոլորտը, որ միշտ եղել է տարբեր մակարդակների կար եւ 30 տարվա ընթացքում ցավոք սրտի եւ այս վերջին 7 տարվա ընթացքում շատ ավելի խորացավ, այդ բարոյական մթնոլորտը պետք է փոխվի։ Եթե այդ բարոյական մթնոլորտը մենք չկարողանանք փոխենք, մենք ոչ մի բան չենք կարող փոխել։ Հիմա տեսեք, իշխանության տեխնացուն Արգիշտի Մեխակյանն է։ Դա Մեխակ Մեխակյանի տղան է։ Մեխակ Մեխակյանը ազգային հերոս է, ով ջոկատի հրամանատար էր, փոխգնդապետ էր, ինքը շարքային զինվորական չէր, ֆանտաստիկ ազնիվ մարդ էր, ազգային ռոմանտիկ մարդ էր, հզոր անձնավորություն էր, որը մեծ գործ արեց առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եւ ողբերգական մակարդակ զոհվեց 1994 թվականի մայիսի 4-ին, այսինքն մի քանի օր առաջ զինադադարից առաջ։ Սա մեծ ողբերգություն էր այդ մարդու համար, բայց Մեխակ Մեխակյանը ուներ երազանք, բոլորը գիտեն դրա մասին։ Ինքը ասում էր, որ իմ որդին պետք է մեռնի Վանում, իսկ իմ թորնիկը պետք է մեռնի մեծ հայքի տարածքում։ Այսինքն ինքը ուներ մեծ երազանք, մեծ հայքի։ Եվ ինքը այդ երազանքը փորձում էր, այսպես ասած, կյանքի կոչել Արցախի ազատագրական պայքարում։ Հիմա պատկերացրեք, եւ զարմանալի չէր, որ ինքը իր տղաներին մեկի անունը Մենուա էր դրել, մյուսի անունը Արգիշտի։ Եվ իր ողբերգությունը այդ անձնավորության, այդ մարդու, այդ հերոսի, իր տղան զավակը Արգիշտին ծառայում է մի մարդու, ով հայտարարել է 4-րդ հանրապետության մասին, որտեղ պետք է մոռանանք մեր ամբողջ պատմությունը, Վանի մասին խոսք անգամ չկա իհարկե, բայց պետք է մոռանանք ոչ միայն Արցախը, այլ նաև պետք է պատրաստվենք, որ ադրբեջանցիները վերադառնան մեր տարածքները, այդ թվում նաև վաղ շաբաթ են վերադառնալու իրենք, որտեղ Փաշազադեն հայտարարել է, ինքը նույնիսկ հայտարարել է, որ նույն Էջմիածնում հոգևոր խորհուրդ է ստեղծել, Կազիատ, որը պետք է սպասարկի վերադարձված ադրբեջանցիների շահերը։ Սա ես ուղղակի ասում եմ մեր վաղաշաբաթի բնակիչներին եւ այն մարդկանց, ովքեր որ պատրաստվում են ընտրել նոյեմբերի 16-ի ընտրություններում։ Արգիշտի Մեխակյանը ուրացել է իր հոր պատգամը, ուրացել է իր հոր գաղափարները, ուրացել է իր օր երազանքը եւ ծառայում է մի մարդու, որը ոչնչացրել է Մեխակ Մեխակյանի գաղափարը։ Եվ սա փաստացի մեծագույն ողբերգություն է եւ Մեխակ Մեխակյանի համար, եւ Արգիշտի Մեխակյանի համար, բայց Արգիշտի Մեխակյանը ինքն է որոշում կայացրել ծառայել այս մարդուն։ Ինքը որոշում է կայացրել հավանաբար իր անձնական կարիքների համար, իր փողի, իր որ ինքը լավ ապրի իր ընտանիքը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում է մեր կյանքի նպատակը պետք է լավ ապրելն էլ միայն անկախ բարոյական մոտեցումներից։ Հիմա հարց. կարելի է արդյոք հավատալ եւ ընտրել մի մարդու, ով ուրացել է իր հորը։ Մարդ, որ ուրացել է իր հորը, Ուրանը նաև իր հայրենիքին կդավաճանի նաև ձեզ այն քաղաքացիներին, ովքեր որ սպասում ունեն այդպիսի մարդուց։ Սա նույնպես եմ ասում, մենք լավ տղա չենք ընտրում։ Մենք ընտրում ենք նորմալ, բարոյական արժեքներով ղեկավար, տեղական ղեկավար։ Կարող է արդյոք մարդը ուրանալ սեփական հորը եւ բարոյական արժեքներ ունենալ եւ կառավարել։ Իհարկե ոչ։ Սա բարոյական մակարդակով եւ այն մարդիկ, ովքեր որ Մեխակ Մեխակյանի գաղափարով եւ այդ մարդուն հարգելով են ուզում ընտրեն, իրենք պետք է ամեն ինչ անեն, որ իր տղան Արգիշտի Մեխակյանը չընտրվի։ Եվ ամենակարևորը նա է, որ այդ մարդիկ եթե որոշեն եւ գնան ընտրեն, ապա ըստ էության իրենք կկատարեն մի քայլ, որը այսպես արդեն բարոյական տիրույթում արդեն կարելի է գնահատել, թե այդ մարդիկ ինչ տիպի մարդիկ են։ Մնացած արդեն այդ մարդկանց կարելի է բնութագրել բոլոր հարցերում։ Սա բարոյական մակարդակով։ Ասենք քաղաքական մակարդակով։ Քաղաքական մակարդակով
ընտրել Արգիշտի Մեխակյանին, դա նշանակում է փաստացի հարված հասցնել հայ առաքելական եկեղեցուն, որովհետև Վաղարշապատի համայնքը դա այն համայնքն է, որտեղ մեր հոգևոր մայրաքաղաքն Էջմիածինն է, եւ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր ունի, որ նոյեմբերի 16-ի ընտրությունների արդյունքները փորձելու է կապիտալիզացնել եւ դա օգտագործելով փորձելու է այսպես լուծել Էջմիածինի խնդիրը։ Եվ այն մարդիկ, ովքեր ընտրեն Արգիշտի Մեխակյանին, պատմական մեղքի տակ են մտնելու Էջմիածինի այս պայծրությամբ հարված ստանալու համար։ Պատմական կապ չունի ստեղ եկեղեցու խնդիրը, կապ չունի ստեղ կաթողիկոսի անձը, ստեղ նույնիսկ եմ կրկնում, սա կա թուրքական Էրդողանի ծրագիրը եւ կա գործիք Նիկոլ Փաշինյանը, որը կյանքի է փորձում կոչել ձեր ընտրությունով Արգիշտի Մեխակյանին, ստեղ արդեն լավ տղա չի աշխատել, դուք գնում եք լավ տղա եք ընտրում, կներեք դուք արդեն քաղաքացի չեք, կներեք Մաքս Վեբերը բրութագրում էր մարդկանց, ովքեր որ մարդ էին քաղաքացի են եւ ոչ քաղաքացի են։ Ես չեմ ուզում կոպիտ ձևակերպել նրանք ինչպես էր բնութագրում, կարդացեք այդ իր գիրկը հայտնի, այնտեղ փայլուն գրված է։ Հիմա մենք պետք է հասկանանք Հայաստանում քանի քաղաքացի են մնացել, այդ քաղաքացիները ովքեր են։ Եվ եթե մարդը գնա Արգիշտի Մեխակյանին ընտրի, ինքը փաստացի կապացուցի, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչում չի կարող ունենալ։ Սա միանշանակ եմ ասում։ Անկախ նրանից ինքը շահ ունի տեղ, թե շահ չունի, թե չգիտեմ, առանց շահի ընտրում կամ չգիտեմ, իրեն կարելի է ինչ-որ մի քանի կտոր բան են տվել, մի քանի արծաթ են տվել, որպեսզի ինքը կարողանա ինքը ինձ հետաքրքիր չի արդեն։ Դա քաղաքական մակարդակով, վերջապես երրորդ մակարդակով, սոցիալ-տնտեսական։ Արգիշտի Մեխակյանը հայտարարում է, որ ինքը լավ վարչարար է, որովհետև մի շարք գյուղերում ինքը ոռոգման ջրի խնդիրներ է լուծել, ճանապարհների խնդիրներ է, լուսավորության հարցեր լուծել եւ այլն եւ այլն։ Հիմա հարց են տալիս։ Ուրեմն այդ խնդիրները լուծել է, այսպես ասած, պետական ծրագրերի միջոցով, որոնք օրենքով հաստատված են, այսինքն Արգիշտի Մեխակյանի տեղետններ Կիրակոս Պողոսյանը այդ խնդիրները լուծվելու են։ Այստեղ անձի խնդիրը բացարձակ երկրորդական է։ Ինքը հայտարարում է, որ փաստացի ինքը մեծ աշխատանք է տարել կառավարությունում, որ այդ խնդիրները լուծվի։ Սուտ է ասում հարգելի բնակիչներ, որովհետև լավագույն լոբիստները այսօրվա Փաշինյանի կառավարության մեջ դրանք բանկային ոլորտի լոբիստներն են եւ շահումով խաղերի լոբիստներն են։ Տեսեք Հայաստանի տնտեսական կառուցվածքը եւ դուք կտեսնեք, որ տնտեսական կառուցվածքի մեջ Հայաստանի տնտեսական զարգացման աճի մեջ գյուղատնտեսությունը կամ դոփում է տեղում կամ հետընթաց է զարգանում։ Սա փաստ եմ ասում։ Այսինքն ըստ էության Արգիշտի Մեխակյանը լինի թե Պողոս Կիրակոսյանը, միևնույն է այդ խնդիրները լուծվելու են եւ ավելի լավ կարող են լուծվել, որովհետեւ Արգիշտի Մեխակյանը ինքը մի անդեմ անձնավորություն է, վարչարական իմաստով ոչ մի բան է իրենից ներկայացնում, չեմ կարող ասել անձամբ որպես վարչարար չեմ ճանաչում, բայց չեմ էլ կարող պնդել, որ ինքը ինչ-որ մի հրաշքներ է գործել, որովհետև նույնիսկ եմ կգում, եթե իր տեղը լինի ցանկացած այլ մարդ, եթե ըստ էության այդ պետական ծրագրերը կան, ապա պետական ծրագրերով ցանկացած մարդ, օրենքով է դա հաստատված, ցանկացած մարդ էլ եթե մի քիչ բարեխիղճ է, ինքը խնդիրները կլուծի։ Մի կողմ թողնենք, թե լավ է լուծել, թե վատ է լուծել, սա արդեն առանձին խնդիր է։ Սա սոցիալ-տնտեսական ծրագրերի մասով։ Հիմա հարց։ Օրինակ, սկսենք քաղաքի խնդիրներից, հետո անցնենք գյուղերի խնդիրներին։ Քաղաքի խնդիրներից էլեմենտար խնդիրներ կան։ Օրինակ, Էջմիածին քաղաքը ներխորհրդային միությունից արդեն ինքը տուրիստական կենտրոնի պես ընկալում ուներ, որտեղ կար Էջմիածինը եւ տուրիստները, որ գալիս էին խորհրդային Հայաստան, անպայման գնում էին Գարդ Գեղարդ, Էջմիածին, բայց Էջմիածին միշտ գնում էին, այսպես ասած, մի քանի ժամ գնում էին, մոմ էին վառում եւ վերադառնում էին։ Խորհրդային միության փլուզումից հետո ես 30 տարի մեջ Էջմիածինի կարգավիճակը չի փոխվել, նույնն է մնացել, մեծ հաշվով։ Այսինքն Էջմիածինը ֆորմալ իմաստով տուրիստական կենտրոն լինելով, ինքը տուրիստական կենտրոն չէ, որովհետեւ այնտեղ տուրիստը գնում է ընդամենը 2 ժամ մնում է դուրս է գալիս։ Ինչու՞։ Որտեղ չկան տուրիստական туриզմի զարգացման ենթակառուցվածքները, շփարց խնդիր է, այսինքն հայեցակարգային իմաստով Էջմիածինը բրախած վիճակի մեջ է եղել։ Ցավոք սրտի եմ ասում, վերջին 30 տարվա մեջ բրախած, դեռ խորհրդային միության ժամանակ գոնե ինչ-որ մի քանի արտադրություններ էին աշխատում, մարդիկ ունեին աշխատանքներ։ Էդ էլ չկա հիմա, 30 տարվա մեջ էդ էլ չի եղել, իսկ այս 7 տարվա մեջ 0 գործ է եղել, այսինքն 1 կամ 2 տուրիստական ընկերություն կան, որոնք շատ մակերեսային աշխատանքներ են տանում եւ մեծ հաշվով կարելի ասել, որ Էջմիածինը որպես տուրիստական կենտրոն գոյություն չունի։
Չնայած Էջմիածինը մոտ է аэроպորտին, Զվարթնոց օդանավակայանին, եւ Էջմիածինը ունի բոլոր պայմանները փայլուն տուրիստական կենտրոն դառնալու, ինչպես որ բանը Վատիկանն է, Հռոմում, ինչպես որ նույնիսկ Մցխետը, վրացական Մցխետը, որտեղ ապրում է ընդամենը 8000 բնակիչ ունի, որը Թիֆլիսի մոտ է, հա, ինքը տուրիզմի զարգացման իմաստով այնքան բան են արել Մցխետին, այնց իդեալներ են արել, որ մարդիկ առնվազն մի քանի օր մնում են այնտեղ։ Ես մի օրինակ բերեմ Մցխետի, որ դուք պատկերացնեք։ Մցխետը դա այն աշխարհի եզակի քաղաքներից է, որտեղ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից կարող են ամուսնանալ, ամուսնություն արարողությունը կազմակերպել ցանկացած ժամի, գիշերը ժամը 4-ին կամ չգիտեմ առօրյա ժամը 7-ին ամեն օր, այսինքն այդ ամուսնության այդ բյուրոն աշխատում է Մցխետ քաղաքում 7-24-ի վրա 365 օր, այսինքն այդ իդեալներն եւ թպկահարել են եւ աշխարհում տարբեր բաներ, երիտասարդներ գալիս են ամուսնության ակտ անում են հենց Մցխետ քաղաքում եւ այնտեղ կա արդեն տուրիստական ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, բաներ, որ իրենք մնում են մի քանի օր եւ այդ մի քանի օրվա վրա իրենք կառուցել են արդեն հյուրանոցներ, հյուրանոցային համակարգեր, Մցխետում արդեն նաեւ որոշակի բան կար, հոգեվոր նստավայրի էլեմենտներ կար այնտեղ, այսինքն իրենք փորձել են դա վաճառեն տուրիստական իմաստով, որը իր պոտենցիալով շատ ավելի քիչ հնարավորություն ունի, քան Էջմիածինը։ Առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը չի կարողացել մինչև հիմա մեր հոգևոր մայրաքաղաքը ներկայացնել հանրության, համաշխարհային հանրությանը որպես այդպիսի հոգևոր մայրաքաղաք, դա չեմ ասում խայտարակություն, դա ուղղակի աբսուրդ է պարզապես, որը մինչև հիմա այս բանը չի կատարել, բայց չեմ ուզում հետ գնամ թե ինչ պատճառներով, սա մենակ այս իշխանության մեղքը չի, բայց սա առանձին թեմա է, նորից եմ կրկնում։ Հիմա Արգիշտի Մեխակյանը որպես վարչարար, որպես բյուրոկրատ զրո առաջարկություններ ունի այս հարցի շուրջ։ Մինչդեռ Մայր Հայաստանի ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը ունի շատ մեծ առաջարկություններ, շատ հետաքրքիր առաջարկություններ։ Նախ ինքը առաջարկում է, որ ըստ էության ոչ թե մեկ կամ երկու, այլ մի քանի տուրիստական կենտրոններ ստեղծել։ Նախ ինքը առաջարկում է, որ ամեն տարի, ամեն օր հոկտեմբերի 8-ին քաղաքի օրը մեծ բան սարքել, այսպես ասած, մեծ միջոցառում սարքել համահայկական բնույթի, որտեղ հենց այդ օրը փաստացի Մեսրոպ Մարտուցը տարերը ներկայացրեց եւ դա շատ մեծ նշանակություն ունի եւ դա կարելի է համահայկական մի տոն սարքել եւ այդ համահայկական տոնին հրավիրել նաեւ աշխարհից տարբեր քրիստոնյաների, տարբեր մարդկանց, ովքեր որ կուզենան առաջինը քրիստոնեություն ընդունած պետության մեջ գան եւ մասնակցեն։ Իսկ այդ փառատոնը փաստացի, եթե ամեն օր մենք կարողանանք այդպիսի օր սարքենք, ինքը Տրամպլին դեր կարող է հանդիսանալ տուրիզմի զարգացման համար, տուրիզմի զարգացման հետաքրքիր ծրագրեր կարող են առաջ բերել։ Սա առաջինը։ Հաջորդը մաշված վիճակի մեջ են բոլոր գրեթե մշակութային եւ հոգեվոր կառույցները, ու բացառությամբ Էջմիածինի։ Եվ պետական բալանսի տակ բոլոր բաները ոչ մի աշխատանք չի կատարվում, նույնիսկ կոսմետիկ աշխատանք չի կատարվում։ Տեսեք հարևան Վրաստանում ինչ հսկայական, դա կոպեկներ արժեն։ Հաջորդը էլեմենտար բան ասեմ, Էջմիածինում զուգարաններ չկան։ Տուրիզմի զարգացման կենտրոնում ո՞նց կարա զուգարաններ չլինի։ Դա նոնսենս է։ Մի հարց եմ տալիս 7 տարվա ընթացքում ԹՊ-ի կառավարման ընթացքում Արգիշտի Մեխակյանը ռեսուրս չգիտե որ բունե զուգարաններ սարքի որպեսզի տուրիզմը զարգանա, չեմ հավատում։ Չկա այդպիսի բան։ Այսօր չասեմ, որ էլեմենտար ցուցափեղկեր է, որ դրվում են, ասենք, մշակութային կենտրոն բաների, շենքերի բաների առաջ, որ մարդկանց բացատրվի, որպեսզի տուրիստը գա հասկանա անգլերեն, ռուսերեն, հայերեն գրածները բան, այնքան ողորմելի մակարդակի է սարքած, որ գեղի կլուբից չի տարբերվում։ Այստեղ կոպեկներ ընդհանրապես, նույնիսկ կոպեկներ, որ ծախսես, այդ խնդիրները կլուծես։ Էլեմենտար, ես չեմ ուզում դրա մասին խոսեմ շատ բան։ Հասկանում եք, հաջորդը կարող եմ ասել։ Ուրեմն մանկապարտեզների եւ դպրոցների մասին ասեմ, ուրեմն նախ եւ առաջ Արգիշտի Մեխակյանը թմկարում է, որ ինքը նոր դպրոցներ է կառուցում եւ մանկապարտեզներ եւ դրա համար է ինքը ջերմոցներից գումարներ հավաքում է, ջերմոցների գումարը պետք է որպեսզի այդ բանի ջերմոցների գումարները հավաքելով ավականին կարողանա ունենա ռեսուրս, որպեսզի բյուջեն կարողանա բանալ։ Հարց եմ տալիս, եթե դու ջերմոցներից գումարները հավաքում ես, դու քո ֆունկցիան որն է, այսինքն դե քո բյուջեն, պետք է դու գյուղացիների հաշվին հավաքես։
ու դու գյուղացիներին հաշվին փողը հավաքում ես ու թմկարում ես որ դու գյուղացիների համար դպրոցն ու մանկապարտեզ ես կառուցում ես մի րոպե կներեք այն հարցի մի մասով ուզում ես փեսուն լավություն անես հələ մի հատ ուզում ես վենա մտնես ցույց տաս որ դու փաստացի լուրջ առաքելություն ունես ծրագիր ունես ընդ որում վճարովի մանկապարտեզներ ես բանանում հələ մի հատ փող ես բռնում դրա մեջ հա ես ուրեմն հարց եմ տալիս դա ծրագիր է պետք է ծաղելի է ոչ թե ծրագիր է օրինակ Գրիշա Հարությունյանը Մայր Հայաստանի ղեկավար ինքը կառավարել է մի համայնք որը ստացել է այդ ստանձնել է կառավարել է որը ունեցել է բյուջե ընդամենը մի քանի հազար դրամ տասնյակ հազար դրամ կառավարման ընթացքում հանձնել է մի քանի միլիոն դրամով բյուջե մի քանի միլիոն ընդ որում ինքը գյուղացիների հաշվին դա չի արել հիմա դուք կարող եք հարցնել ասենք բայց ինչ երաշխիք կա որ ասենք ձեր տեխնացուն ավելի լավը չի լինի ցանկացած տեխնացուի մասին տեխնացուն երբ որ խոսի բանը ճարեր ասի կարա խափի բայց դուք հարգելի քաղաքացիներ եթե դուք ուզենաք ընտրություն կատարեք դուք պետք է հասկանաք թե այս մարդը որ ուզում եք ընտրեք ինքը նախկինում որ կառավարել է ինչպես է կառավարել գնացեք հարցրեք այդ համայնքի բնակիչներին Գրիշա Հարությունյանը ինչպես որ կառավարել է այն իր համայնքը գնացեք այդ բնակիչների տեսակետը հարցրեք այդ բնակիչները ձեզ կասեն թե ինքը ոնց է կառավարել եւ պետք է մենք ունենանք խաղի կանոն այն մարդը որ լավ կառավարել է իր փոքր համայնքը կարող է կառավարել նաեւ մեծ համայնքը իսկ այն մարդը որ փոքր համայնքում վատ է կառավարել չի կարող մեծ համայնք լավ կառավարի սա խաղի կանոն պետք է լինի ամբողջ աշխարհում տենց է այն նահանգապետը Միացյալ Նահանգներում որ լավ է կառավարում կարա դառնա նախագահ այն նահանգապետը որ վատ է կառավարում իրան չեն ընտրի նախագահ այդպես պետք է լինի ամբողջ նաեւ Հայաստանում լավ կառավարիչ իր փորձով ինքը կարող ապացուցի որ կարա դառնա լավ ղեկավար տեղական մակարդակով միգուցե վաղը նաեւ ավելի բարձր մակարդակով իսկ այն մարդը որ շարքային բյուրոկրատ է բարոյական խնդիրների հələ մի կողմ թողնենք ոչ մի ինիցիատիվա չունի զրո պատկերացումներ ունի պատկերացնում եք ջերմոցներից ինքը փաստում է լրացուցիչ գումարներ է ուզում վերցնի այն հիմնավորումով որ ինքը պետք է նոր մանկապարտեզներ բրուսել բարոյական ինչպիսի փարիսեություն ինի հարց եմ տալիս աշխարհի բոլոր երկրների գյուղատնտեսությունները ստանում են հսկայական դոտացիաներ հսկայական ֆանտաստիկ Հայաստանը եզակի երկիրն է որտեղ գյուղը ոչ մի դոտացիա չունի հիմա այդ գյուղից պետությունը ոչինչ չի տալիս ինքը բարոյական իրավունք ունի գյուղացուց մեծ հարկեր վերցնի կամ լրացուցիչ գումար վերցնի իհարկե ոչ նույնիսկ եմ կրկնում հայ գյուղացին ինքը որ ջերմոցներից ինքը իդեպ ասեմ ջերմոցները զարգացան սկսած մոտավորապես 2010 թվականից եւ թլիչկաձև զարգացում ունեցան եւ այդ ջերմոցների զարգացումը ֆանտաստիկ մեծ ազդեցություն թողեց եւ շատ դրական դեր է կատարում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար եւ նաեւ արտահանման համար տարբեր տիպի ապրանքների ասենք գիտեմ պայմանային անվտանգության խնդիրը լուծում ծաղիկներ են վաճառում արտերկիր եւ այլն եւ այդ մարդկանց լրացուցիչ գումարներ դնել իրենց ջերմոցների վրա դա փարիսեություն է եւ սրիկայություն է որտեղ նույնիսկ եմ կրկնում եթե պետությունը դոտացիաների ամբողջ համակարգ ունենար ես կհասկանայի տրամաբանական կլներ բայց գյուղացին ոչինչ չի ստանում պետությունից եթե գյուղացին ոչինչ չի ստանում պետությունից ուրեմն պետք է գյուղացին պետք է արտոնություն ունենա ինչի հայ-թեքի ոլորտը ունի արտոնություն որ ինքը վաճառում է իր ծրագրերը արտերկրում իսկ գյուղացին չունի այդ արտոնությունը որ ինքը իր ապրանքը վաճառում է նույնպես արտերկիր եւ ինքը լուծում է պահանջային խնդիրը հայ-թեքի բանը ներկայացիչը անվտանգային խնդիր չի լուծում Հայաստանում իսկ գյուղացին անվտանգային խնդիր է լուծում եւ Էսա ֆունդամենտալ տարբերությունը Մայր Հայաստանի եւ քաղաքացիական պայմանագրի։ Էսա ֆունդամենտալ տարբերությունը Գրիշա Հարությունյանի, որը բյուջեն պատկերացնում է բյուջեի խնդիրը լուծել ոչ թե գյուղացիների հաշվին, այլ դրսի ներդրումների հաշվին։ Դրսից հետո դու ներդրումներ բերում ես, բյուջեն մեծացնում ես, դու կոչվում ես լավ վարչարար, լավ կառավարիչ։ Դու դրսի ներդրումներ չես բերում։ Գյուղացիների հաշվին պետք է բյուջեն հավաքես, հետո գյուղացիները նույն դրա համար պետք է մանկապարտեզ դուք ինչ գրոշի արժեք ունենա քո վարչարարությունը։ Հիմա նույն Ագիշտե Մեխակյանը չէր թաքցնում որ ինքը այո ինքը չէր հայտարարում ասում մենք բյուջեն պետք է հավաքենք բացառապես գյուղացիներից հարկեր հավաքելով սա է իրանց նպատակը սա նույնիսկ կրկնում սենց ցանկացած Պողոս Կիրակոսյանին որ բերես մի հատ տոնածառ բերես դնես այնտեղ բան ղեկավար այդ տոնածառը անկախ դնես տենց կաշխատի ոչ մի տարբերություն չի հիմա Արգիշտե Մեխակյանը կլինի թե Մեխակ չգիտեմ ինչանը կլինի ինչ տարբերություն Սա է խնդիրը, այսինքն մեր ժողովուրդը պետք է մեր բնակիչները պետք է հասկանան, որ ինչ է նշանակում լավ կառավարիչ եւ ինչ է նշանակում վատ կառավարիչ։ Լավ կառավարիչը դա այն է, երբ որ ինքը
դրսի ներդրումների հաշվին է կարողանում բյուջեն մեծացնել, առանց ճնշելու տեղի բնակչության, տեղի գյուղացիներին, տեղի քաղաքացիներին։ Վատ կառավարիչը այն է, որ ինքը ըստ էության տեղի բնակիչների հաշվից հավաքում է փող, հետո այդ փողով ինքը սարքում է ինչ-որ բաներ, հետո սկսում է հպարտանալ, որ ինքը մարդկանց նվեր է տալիս։ Դա կոչվում է վատ։ Իհարկե կան սրիկաներ, որոնք տեղի բյուջեն վերցնում են, ուտում են ու բանն են։ Դա էլ երրորդ տարբերակն է, դրա երրորդ տարբերակ չեմ քննարկում եւ հուսանք, որ երրորդ տարբերակ գոյություն չի կարա ունենա։ Այսքան։ Եվ ըստ էության ի պատասխան Հարգիշտի Մեխակյանի հովեկի եթերում հայտարարած խոսքին թվում է ինքը հասկանալ փեշիտակը եւ ինչ է անում։ Ես նույնիսկ կրկնում Հարգիշտի Մեխակյանը ընդհանրապես դիչ խոսի։ Պետք է գլուխը կախի ընդհանրապես ոչ միտեղ ինտերնետ չէ, նույնիսկ ասում ինքը բարոյական հարթության մակարդակի խնդրեմ ունի։ Ելույթ մնաց քաղաքական, այսինքն մեծ հայտարարությունը քաղաքականը նայ։ Հիմա դրա համար ինքը մենակ սոցիալ-տնտեսական թեմաների մասին է խոսում, ասում է ճուտո չզբաղվել քաղաքականությամբ, բայց կներեք ճուտոն այսօրվա դրությամբ ճուտոն կարա չզբաղվի քաղաքականությամբ, նվագախմբի ճուտոն, բայց երբ որ ճուտոն դառնում է տեղական ղեկավար, այդ ճուտոն չի կարա չզբաղվի քաղաքականությամբ, ինքը ավտոմատ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, պարզապես ինքը խափում է սեփական ժողովրդին, ասում է գիտեք ինչ, ինձ որպես լավ տղա ընտրեք, ես քաղաքականից հետ կապ չունեմ, դուք էլ մի ունեցեք քաղաքականից դուրս։ Եթե քաղաքացին քաղաքացու հետ կապ չունենա, վաղ քաղաքականությունը իրանով կզբաղվի։ Ինչպես որ այն շարքային արցախցին, որ մտածում էր, որ ինքը քաղաքականությամբ կարող չզբաղվի, վաղը մյուս օրը քաղաքականությունը իրանով զբաղվեց եւ ինքը այսօրվացիան կորցրել էր տունը։ Վաղը նույն վաղաշապատին կկորցնի իր տունը։ Սա է խնդիրը։ Եվ Պամբոզյան վերջինս Եվրանեստում հակավրացական այդ քայլը ինչ արձագանք սպասել Վրաստանից, դրան մասնակից էին նաև շատ կպահականներ։ Տեսեք, ուրեմն ինչ կատարվեց Երևանում։ Երևանում նիստ եղավ, Եվրոնեստի նիստը եղավ, որտեղ ընդունվեց հակավրացական բանաձևեր։ Նախ եւ առաջ Վրաստանը նախապես հայտարարեց, որ չի մասնակցելու, որտեղ ինքը արդեն տեղյակ էր, թե այդ նիստի ինչ որոշումներ են կայացվելու եւ այդ որոշումները այսօրվա Վրաստանի իշխանության դեմ են լինելու եւ ի համերաշխություն Վրաստանի չմասնակցեց նաեւ Ադրբեջանը։ Ինքը ուրիշ պատճառաբանություն բերեց, բայց չմասնակցեց բացառապես դրա պատճառով։ Եվ ըստ էության Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոնե ձևական պետք է թույլ չտար, որ իր պատգամավորները մասնակցեին եւ այսպես ասած համաձայնությունը տային այդ հակավրացական բանաձևին։ Տեսեք ինչ հակավրացական բանաձևեր ընդունված։ Արգինի Մարիամ։ Ուրեմն Եվրոնեստի վերջին որոշումով հայտարարվել է, որ անցած 24 թվականի Վրաստանի ընտրությունները ոչ լեգիտիմ են։ 1. Երկրորդը արդարացվել է Վրաստանի ընդդիմության բոլոր այլանդակությունները, որ դրանք կատարել են փողոցներում, բաներում, տարբեր տիպի խժդժությունները, բաներ են, այն եթե դրա 5%-ը Հայաստանում կատարվեր, Հայաստանում այդ մարդկանց ուղղակի կգնդակահարեին եւ ոչ մի ռեակցիա չէր լինի, ոչ Եվրոմիությունից, ոչ էլ Միացյալ Նահանգներից։ Հիշեք, թե 2024 թվականի հունիսյան դեպքերի ժամանակ ինչ արձագանք եղավ Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից, երբ որ փաստացի մեղադրվեցին ցուցարարները։ Հիշեք, երբ որ նույնիսկ Amnesty International-ը ստիպված դատապարտեց իրապա համակարգի այդ բաները, քայլերը, բայց Միացյալ Նահանգների դեսպանատունը փաստացի ճիշտ հակառակ գնահատականը տվեց։ Հիմա, բայց ամենակարևորը, փաստացի Եվրոնեստի որոշման մեջ այսօրվա Վրաստանի իշխանությունները հրճակվեցին ինքնակոչ։ Այսինքն այսօրվա Վրաստանի իշխանությունը չի ճանաչվում Եվրոնեստի կողմից ավելին կարող ասել, Եվրոնեստը խորհուրդ տվեց Եվրոպարլամենտին, որպեսզի ինքը որոշում կայացնի, որպեսզի իրանք զրկեն Վրաստանի իշխանություններին ազատ վիզայի ռեժիմից եւ գոնե առնվազն որպես առաջին քայլ զրկեն Վրաստանի ղեկավարներին եւ ղեկավար իշխող վերնախավին այդ վիզաներից։ Սա դուք հասկանում եք դա ինչա։ Երևանում այս որոշումը կայացվում է եւ Երևանում այս որոշումը կայացումից հետո նաեւ հայ պատգամավորներ մասնակցում են եւ այսպես ասած Նիկոլ Փաշինյանի թիմակիցները խրախուսում են այդ ամեն ինչը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փչացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, փչացրել է մեր ինքը պատերազմ է հայտարարել մեր ժողովրդին, մեր բոլոր կառույցներին, մեր քաղաքական դաշտին, մեր բոլոր ավանդույթներին, արժեհամակարգին, Արարատ-Սարին։ Հիմա էլ պատերազմ է հայտարարում արդեն հարևան Վրաստանին։ Դուք հասկանում եք դա ինչ անում։ Այս մարդու գործունեությունը հիմա հարց։ Այս մարդը ում շահերով է գործում, Հայաստանից թե Թուրքիայի։
Ես հարց եմ ուզում տամ մեր ժողովրդին, թող մեր ժողովրդի պատասխանը ես ակնկալում եմ, որ ինքը կհասկանա թե ինչի մասն է խոսքը։ Հիմա ինչ պատասխան կլինի Վրաստանում։ Ես կարող եմ ցավոք սրտի կարող եմ ասել, որ այդպիսի պատասխան կլինի։ Օրինակ նոյեմբերի 9-ին կամ 10-ին Թբիլիսի կենտրոնական շենքերից մեկում Ադրբեջանը կարող է ճոխ ձևով կարող է տոնի Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ, հա? Սա կլինի Վրաստանի պատասխանը։ Վրաստանը կասի ես ինչ կապ ունեմ, ես տրամադրել եմ այսպես այդ շենքը, Ադրբեջանը տոնել է իր հաղթանակը։ Դուք էլ տրամադրել եք Երևանում ձեր շենքը, Եվրոմեստը ինձ հայտարարել է ինքնակոչ, չէ՞։ Ես ուզում եմ մեր ժողովրդին ասեմ, հարգելի հայ ժողովուրդ, եթե դու ուզում ես, որ քեզ հարգի Վրաստանը, դու պետք է Վրաստանին հարգես։ Եթե դու Վրաստանին չես հարգում, Վրաստանը քեզ չի հարգելու։ Եթե դու քո Երևանում թույլ ես տալիս, որ քո ինքնակոչ իշխանություն, ինքնակոչ է ինքը իշխանությունը արդեն։ Այդ ինքնակոչ իշխանությունը փաստացի հակավրացական բանաձևին խրախուսում է, ապա Վրաստանն էլ կարող է խրախուսի հակահայկական միջոցառումը ադրբեջանցիների կողմից եւ ճիշտ կանի, ասեմ ձեզ իմանաք, որտեղ տրամաբանական է, որ եթե դու այսպեսի քայլով ես պատասխանում, իրանք պետք է պատասխան տան քեզ տենց։ Իրանք ունեն արժանապատվություն։ Եթե դու այդքան խելք չունես, որ չես կարող կանխես այս ամեն ինչը, իրանք այդ խելք ունեն քեզ պատասխանեն։ Սա է խնդիրը։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, մենք պետք է վերջապես պետություն սիրող ժողովուրդ դառնանք, պետական բնազդ ունեցող ժողովուրդ դառնանք։ Մենք պետք է թույլ չտանք այս խուլիգաններին, որ այսքան երկար տարի կառավարել են, ամեն քայլ, ամեն ժամ, ամեն րոպե, իրանք ոտնահարում են քո շահերը, պետության շահերն են ոտնահարում։ Իրանք վարում են ոչ թե Հայաստանի, այլ հարևան Թուրքիայի կամ Ադրբեջանի սպասարկող քաղաքականություն են վարում։ Եվ ուղղակի խայտարակություն է, որ հիմա էլ արդեն անցել են հակավրացական քայլերի։ Հիմա վաղը մյուսները, որ հետո բեռնափոխադրողները, ընկերությունները խնդրեմ ունենան Վրաստանում, չզարմանաք եւ չհամարձակվեք մեղադրել Վրաստանի իշխանություններին կամ գաք ինչ-որ բան պահանջեք։ Գնացեք պահանջեք Հայաստանի իշխանությունից, որ պետք է հեռանա այդ իշխանությունը։ Եթե դուք ուզում եք, որ ձեր խնդիրները չբարթանա Վրաստանի տարածքում։ Եվ դա տրամաբանական կլինի, որտեղ ցանկացած նորմալ իշխանություն, եթե դու իրան տենց պատասխան ես տալիս, եթե դու իրան համարում ես ինքնակոչ, այսինքն Վրաստանի իշխանությունը ինքնակոչ է, հա? Ինքը կհամարեն, որ դու ես ինքնակոչ երկիր։ Սա պարզ չի, սա պարզ խնդիր է։ Հետո մենք ասում ենք, թե մենք ինչի ենք, ինչի է փչանում հայ-վրացական հարաբերությունները։ Ո՞վ է մեղավոր դրա մեջ։ Ասեմ ձեզ, մեզ հայ-վրացական հարաբերությունների ապագա հնարավոր փչացման գլխավոր մեղավորներից մեկը այս իշխանությունն է։ Սա միանշանակ է, եւ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը պետք է հասկանա այդ ամեն ինչը։ Վաղը, որ եթե հանգարց Վրաստանում այնպես process-ներ գնան, չզարմանաք դրանից եւ չմեղադրեք իրաց դրա համար։ Հասկացեք, իմի բերեք process-ը, հասկացեք, որ մինչեւ դուք չփոխեք այս իշխանությանը, դուք չեք կարողանալու նորմալ արժանապատիվ եւ հարգանք ստանալ, ասենք, դրսի երկրների կողմից։ Ով էլ ինչ երկիր է որ դա լինի։ Սա է խնդիրը։